Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 9-ին դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ կայացավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական նիստը։ Արման Սարոյանը ընդդեմ Մայրաթոռի դատական նիստին հայցորդը կրկին չէր ներկայացել։ Արման Սարոյանը նշել էր, որ չի ստացել նյութերը, մեր միջնորդությունը դրա համար խնդրել էր հետաձգել։ Մենք դատանին նախորդ նիստին ապացուցեցինք, որ մենք նյութերը ուղարկել ենք եւ նա ստացել է եւ նաեւ տվեցինք փոստային ծառայության այդ համապատասխան փաստաթուղթը, որտեղ երևում է որ նա ստացել է։ Այսինքն ակնհայտ էր, որ ճիշտ չէր ասում։ Ինքը հայցադիմում երբ որ ներկայացել է, հայցադիմինքից դիմում է ներկայացել, որտեղ գրվել է խնդրում եմ ին բացակայությամբ քննեք։ Իսկ եւ ավելին ասեմ, նույն Արման Սարոյանի, եթե մինչեւ ապստամբներին միանալու այդ մտքերը հրապարակային հանեք, տեսնեք, որ ինքը ուղիղ անում է այն, ինչ որ նախկինում ինքը քննադատել է։ Ինքն էլ էր ասում, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու, պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը եւ վերականգնել իրեն պաշտոնում։ Արա Զոհրաբյանի կարծիքով այս գործը եւս եկեղեցահալած պլանավորված քաղաքականության մաս է, որի նպատակը հայ եկեղեցին գլխատելն է։ Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ ունեն իրենք հասնեն մի այնպիսի մի վիճակի, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն եւ տանեն առաջ։ Եվ մինչև հիմա իրանք չեն կարողացել նման մի այնպիսի բան գտնել, որը օրինակ ինչպես Մանվել Գրիգորյանի Դուշոնկա օպերացիաներ, չէ, այսինքն փորձեն վարկաբեկել, հետո կալանավորեն, որպեսզի հանրությունը այդքան խիստ ռեակցիա չտա։ Իրանք փորձում են տարբեր քրեական գործերով, բազմաթիվ փորձեր են եղել, որոնք հաջողության չեն հասել, որոշ բաներ կա չեմ կարող ասել, բայց բազմաթիվ փորձեր, տարբեր բամբասանքների հիման վրա քրեական գործեր են, նախ վարորդները նախաձեռնվել, ոչ, Վեհափառ Հայրապետին չեն կանչել, բայց Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել այդքան հեշտ բան չի։ Իմ կարծիքով Վեհափառ Հայրապետը անձեռնխելի անձ է, չնայած օրենքով դա ուղիղ գրված չէ, բայց մեր օրենսդրությունից դա ենթադրվում է։ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումը դա շատ բարդ գործ է, որի պատասխանը այս իշխանությունը պետք է տա։ Իրենց երազանքն է դա։ Ուզում ասեմ, իրենք երազում են հասնել մի օր գա այդ օրը, որ իրենք Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն։ Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Փաստաբանը նիստի ընթացքում ժամանակավրեպ անվանեց այդ որոշումները, մտավախություն հայտնելով դրանց հաջորդած ֆինանսական գործարքների օրինականության վերաբերյալ։ Երկու բանկերից մեկով նա գործարքը կատարել։ Մենք տեղեկություն ունենք, տնօրինությամբ, երբ որ նրան պաշտոնից զրկել են, դրա հաջորդող աշխատանքային օրը գրություն է ուղարկվել բանկերին եւ նրա լիազորությունները դադարեցվել են։ Նա չունի լիազորություն։ Դատանի հայցիապահման միջոց կիրառելուց հետո երբ որ նա տեսել է, որ չունի լիազորություն, գնաց է բողոքել հարկադիր կատարողին, որ չեն թույլատրում, որ ես իմ լիազորությունները իրականացնեմ, եւ հարկադիր կատարողը նրան հանդես գալով իբրև ամենայն հայոց կաթողիկոս, հարկադիր կատարողը, նա լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Նման աբսուրդ հարգելիներս չեք տեսնել ոչ միտեղ։ Այսօր հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը։ Եվ այսօր այս իրավական, սա կոչվում է իրավական բեսպրիձել։ Հայ Ռուբենին այս պահին հարկադիր կատարողը թույլ չեն տալիս, որ նա հանդես գա եւ այդ միջոցները տնօրինի։ Այս պահին խոչընդոտում են։ Այսինքն ֆիզիկապես խոչընդոտում կա։ Լավ։ Այսինքն չկա աշխատանքային պայմանագիր, բայց հարկադիր կատարողը։ Չէ, ընդհանրապես չի եղել ինքը, տեսեք, Արման Սարոյանը հայ առաքելական սուբյեկտից աշխատողը չէ։ Այդ իմաստով նրա պաշտոնը առաջնորդի պաշտոնը դա հոգևոր ներքին պաշտոն է։ Եվ բնականաբար այդ պաշտոնից ազատելը չի կարող եկեղեցու ինքնակառավարման այդ շրջանակից դուրս գալ։ Նիստի ընթացքում Մայրաթոռի փաստաբան Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց վերացնելու հայցի ապահովման միջոցը, քանի որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ։
Փաստաբանը հիշեցրեց, որ աշխարհիկ դատարանը եւ դատավորը չեն կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Դա ամրագրված է Հայաստանի պետական օրենքով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերով։ Հետևաբար նման վեճը ենթակա չէ դատարանում քննության, քաղաքացիական դատավարությամբ, ներեկեղեցական ատյաններն են զբաղվում եկեղեցու ներքին անցուդարձով, իսկ միաբանները ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ հնազանդության ուխտի հանգամանքով են ծառայում եկեղեցում։ Ես գիտեմ, որ այս գործերով կա ուժեղ ճնշում, որովհետև տեսեք, նույն դատավորը այս հայցը ընդունելուց մեկ օրում, եւ մենք նայել ենք, ես նույնիսկ հրապարակել էի նախորդ 50 գործերը այս նույն դատավորի, որով ինքը վարույթ էր ընդունել գործերը, չի եղել մի դեպք, որտեղ ինքը մեկ օրում հայցը նույնիսկ վարույթ ընդունել մեկ օրում։ Իսկ այստեղ մեկ օրում ընդունել է վարույթ եւ հայցապման միջոց է կիրառել։ Մեկ օրում։ Սա էլ է բնականաբար խոսում այն բանի մասին, որ այստեղ մենք չունենք դասական դատավարության հետ գործ, այլ ունենք քաղաքական հերթական ճշմարիտ, առավել եւս երբ որ դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը, որ դու համարում ես մասեցոտնի թեմի առաջնորդ։ Կաթողիկոսը հանել է, ինքը ասում է, չէ, դու հանդիսանում ես, եւ ինքը պաստորեն դատական իշխանության միջոցով եւ հարկադիր կատարողների միջոցով իր այդ խոսքի կիրառումն է ապահովում, որը նույնպես, եթե չասեմ հանցագործություն է, ապա իրավախախտում է։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ արված Սարոյանի գործով հերթական որոշումը կհրապարակվի փետրվարի 11-ին, այն կտեղադրվի դատական իշխանության պաշտոնական կայքում։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Փետրվարի 6-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ընդունեց գնդերեց քահանահայրերին, որոնց ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին։ Գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը ի նպաստ հայոց բանակում հոգևոր բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առհայրենի սիրո եւ մարտական ոգու զորացման։ Հանդիպմանն ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ, հորդորելով քահանահայրերին նույն նվիրումով եւ հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում։ Ամբողջ կազմով եկանք վեհապարի հայրական օրհնությունը ստանալու, նաև իր հաջալերանքին արժանանալու, նաև ասելու, որ մենք անկախ նրանից, որ այս հանգամանքը կար կիսապարտադրանքի չեզոք մնալու, մենք հոգով սրտով մայրաթորի կողքին ենք եւ եկեղեցին բազում փորձություններ է հաղթարել տարբեր ժամանակաշրջաններում, սա էլ կանցնի։ Եվ տեսնելով նաև իրեն ամուր կորովի, դրանով նաև մենք ենք ողջևորվում, վստահ որ իսկապես փորձություն է եւ կանցնի եւ հայրական իր լուսավոր ժպիտը, ջերմ ժպիտը եւս քաջալերանք է մեզ համար, խոսքերից առավել։ Միևնույնն է, ես միշտ այս բանն եմ ասել, որ ինձ համար էական չէ, թե որտեղ կլինեմ, եւ որտեղից կծառայեմ իմ եկեղեցուն կամ իմ ժողովրդին։ Ամեն դեպքում մենք ստացանք նոր նշանակումներ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում եւ երախտապարտ եմ վեհապարորը, որ Մովսես Հայր Սուրբի հետ անցնելով այսպիսի դժվարին ճանապարհ արժանացանք նաև այսպիսի գնահատականների։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Բրբենքի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու մոտ ի պաշտպանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ ընդդեմ Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի։ Պաստառներով խաղաղ ցույցի ժամանակ թեմի հավատացյալները պատասխան են պահանջել թեմի առաջնորդից եւ թեմական խորհրդից եկեղեցին հալածողների դաշնակցելու համար։ Լոս Անջելեսի հայերը հայտարարել են, որ ոչ ոք իրավունք չունի իրենց անունից Նիկոլ Փաշինյանի քայլերը պաշտպանող հայտարարություններ անել եւ հայտնել են իրենց լիակատար հավատարմությունը Մայրաթորին եւ հայոց հայրապետին։ Բացի այդ հայտարարվել է, որ դեմ են այն բոլոր բռնաճնշումներին, որ իրականացվում են բարենորոգումների անվան տակ։
Հանրահավաքի մասնակիցների կարծիքով դրանց իրական նպատակն է կատարել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իջեցված հրահանգները, տապալելու հայ եկեղեցու ինքնավարությունը։ Հանրահավաքի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել, որ տևական ժամանակ է չեն կարողանում կապվել թեմակալ առաջնորդի հետ, որը չի պատասխանում զանգերին ու նամակներին, չի ընդունում համայնքի անդամներին։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Վիրահայերը, Թբիլիսիի հայ համայնքի բազմաթիվ անդամներ, հոգևոր հայրերի եւ մտավորականների գլխավորությամբ նույնպես հանրահավաք են կազմակերպել ի զորակցություն հայ առաքելական եկեղեցու։ Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երբ հոգևորականները բարձրաձայնում են ճշմարտությունը, նրանց պատասխանում են նվաստացմամբ եւ ձերբակալությամբ, երբ ամենայն հայոց կաթողիկոսը միջազգային հարթակներում պաշտպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, նրանց սկսում են մեղադրել ռևանշիզմի մեջ։ Սա պատահականություն չէ, սա մտածված քաղաքականություն է հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը թուլացնելու եւ ազգային պետության բովանդակությունը արժեզրկելու համար։ Մենք հայտարարում ենք, ասվում է հայտարարության մեջ, հայ առաքելական եկեղեցին եղել է, կա եւ կմնա մեր ինքնության ողնաշարը։ Մենք կանգնած ենք մեր եկեղեցու, հոգևոր հայրերի եւ ազգային արժեքների կողքին։ Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են մեր սրբությունները։ Սա մեկ հոգևորականի կամ մեկ քաղաքական ուժի հարց չէ, սա ամբողջ հայ ժողովրդի գոյության հարցն է։ Կոչ ենք անում բոլոր հայերին Հայաստանում եւ Սփյուռքում խոսքով ու գործով կանգնել մեր մայր եկեղեցու կողքին, ընդվզել անարդարության դեմ եւ պահպանել մեր ինքնությունը։ Հայ առաքելական եկեղեցին մեր մայրն է։ Պաշտպանելով եկեղեցին, մենք պաշտպանում ենք հայ ազգի ապագան, ասվում է հայտարարության մեջ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։